Բարև ձեզ հարգելի ներկաներ, սկսում ենք նոյեմբերի 14-ին հետաձգված նիստը, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նիստը, ըստ էության մենք հասել էինք արդեն ելույթների փուլին եւ քանի որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցներից մեկի կողմից ներկայացվել էր վարույթի կասեցման մասին միջնորդություն, նախքան ելույթներին անցնելը քվեարկության եմ դնում ներկայացված միջնորդությունը։ Ովքեր են կողմ միջնորդությանը, ովքեր են դեմ միջնորդությանը, միջնորդությունը չընդունվեց, հետևաբար անցնում ենք ելույթներին, ելույթների համար համեցեք։ Ես ներողություն խնդրում պարոն այդ կասեցնելու միջնորդությունն եք, չէ՞ քվեարկում, բայց գրավոր ընթացակարգով չեք արել, ես ճշտելու համար։ Որոշման դերևս անդրադարձ կլինի ձեր դիտարկմանը։ Որոշման բանը։ Եվ մինչև ելույթները, եթե կարելի է մի հարց, մենք նախորդ օրվա վերջում պլանավորեցինք մեր այդ 4 ժամանակ գրաֆիկը, չէ՞, այսինքն մինչև ժամը 2-ը պետք է ավարտենք, ոնց էլ լինելու նախ առաջինը արդյոք հանձնաժողովի եզրափակիչը պետք է լինի վերջում, այսպես ասած, վերջի ելույթը եւ եթե այդպես ենք պայմանավորվել, նաեւ պայմանավորենք, եթե չեմ սխալվում 2-3 րոպե, ճիշտ եմ հասկացել։ Ինչը 2-3 րոպե։ Հանձնաժողովի աշխատակազմի եզրափակիչ։ Ոչ, այդպես բան չենք պայմանավորվել։ Կարող եք սխալությունը հանել, եթե չեմ սխալվում, հետևից ասեցին մի քանի րոպե։ Ոչ, մենք պայմանավորվեցինք, որ համաչափությունը պետք է պահպանվի, որ կարողանանք հանձնաժողովի աշխատակազմը եւս հանգիստ ելույթ։ Տեսեք, այդտեղ խնդիրը առաջանում են առումով, որի սկզբանե վարույթը նյութը զեկուցել է հանձնաժողովի աշխատակազմը, հետո նոր հարց ու պատասխան, հիմա գալիս ենք նրան, որ վերջին, այսպես ասած, խոսքի իրավունքը տրվում է հանձնաժողովին այն առումով, որ հիմնավոր կասկած ունեմ, կարող են ասվել բաներ, որոնք հակադարձելու հնարավորություն չենք ունենալու մենք։ Դուք որպես հանձնաժողով ձեր եզրափակիչ մասում որոշման մեջ կարող եք հակադարձել մեզ, բայց մենք հանձնաժողովի աշխատակազմի վերջին ձեր ասած համաչափ մոտավորապես ժամուկեսի մասին է խոսքը, չէ՞, ամեն մեկը ժամուկես։ Հիմա ստացվում է, մենք չենք կարող։ Ամեն մեկը ժամուկես չէր, պարոն Ղազարյան։ Մենք մաքսիմում որոշեցինք, որ 3 կողմերը 1 մեկական ժամ, հետո քննարկեցինք, որ պետք է մինչև ժամը 14:00-ն հասցնենք ավարտել, հետևաբար նույնիսկ միգուցե 3 կողմերը միասին 2.5 ժամ, բայց կարևոր չի հիմա 2.5 ժամ, թե 3 ժամ, լիարժեք տրվում է ձեզ ելույթ ունենալու հնարավորություն, ելույթ ունեցեք եւ հանձնաժողովի ավարտական վերջնական ելույթը կտեղավորվի այդ 1 ժամից քիչ ժամանակահատվածի մեջ։ Խնդիրը իմ ասած ժամանակինը չի, 2.5 ժամ հիշում եմ, որ մեզ ամբողջ այսպես պաշտպանության կողմին, պաշտպանական կողմին տվել ասածս այլ բան է։ Հաշվի առնելով, որ նյութերում առկա են բազմաթիվ անճշտություններ, որոնք նաև ելույթներում կհիմնավորենք հարց ու պատասխանի ժամանակ, հիմա ավելի շատ ինձ հետաքրում է այս պահին ոչ թե ձեր կարծիքը, ամենայն հարգանքով, ինձ հետաքրում է մեր հասարակության կարծիքը, որովհետև սենց թենենց վերջին հնարավորությունը տրվում է հանձնաժողովի աշխատակազմին եւ աշխատակազմը նույն այսպես ճանապարհով, նույն տարբերակով գնալու է այդ նույն բաները ասելու։ Ասածս հետեւյալն է, արդյոք ունենք հնարավորություն, անգամ պնդում կարող եմ անել, թող հանձնաժողովը սկզբից ասի, սենց թենենց այսպես հարց ու պատասխան ավարտվել ամեն ինչ բարձր։ Նոր արդեն մենք մեր ելույթները կառուցենք, նաև միգուցե հանձնաժողովի ասած։ Պարոն Ղազարյան, 2 օր, այսօր 3-րդ օրն է, հասարակությունը մաքսիմում մենք նիստը վարել ենք թափանցիկ, ճկուն, հասանելի եւ հարցերի սահմանափակում գործնականում չի եղել եւ այդ ընթացքում հասարակությունը ուշադիր հետևել է, հասարակության ամենայն դեպս այն զանգվածը, որը հետևել է, բավական իրազեկված է եւ իր կարծիքը դրից կարող է կազմել, հետեւաբար ես ձեր պնդմանը հակադարձում եմ, որ
ոնց պայմանավորվեցինք, դուք ձեր ելույթները ունեցեք, մենք մեր ավարտական ելույթը կունենանք, իսկ հասարակության կարծիքի հետ աշխատելու ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, հետագայում դուք էլ կունենաք, մենք էլ կունենանք։ Տարբեր ձևաչափերով։ Պարոն բարոյական կարգի հետ կապված հետևյալը պարոն Ղազինյանի ասածը հետևյալն էր վերաբերվում, որ եթե հանձնաժողովի եզրափակիչ ելույթում որևէ նոր հանգամանք քննարկման առարկա դառնա, այսինքն ինչ որ քննարկել ենք դրա մասով, եթե կգանք ասեն իրենք էլ մեզ հետ չեն համաձայն, հա, դա առարկություն չունեմ, մա դե պարզ ասել են մենք էլ էսպես ենք մեկնաբանում, բայց եթե որևէ նոր հանգամանք քննարկման առարկա դառնա այդ եզրափակիչ ելույթում, պետք է հնարավորություն ունենանք, հիմա անունը կդնենք ռեպլիկ, անունը կդնենք հատադարձ եզրահանգում, անունը կդնենք ինչ, որ կարողանանք անդրադարձ կատարենք, հակառակ դեպքում կստացվի, որ նոր հանգամանքներ մտան քննարկման դաշտ, որին մենք որևէ ձևով անդրադարձ կատարելու հնարավորություն չենք ունենա։ Դրան է վերաբերվում։ Հիմա եթե պետք է գան ասեն, որ պարոն Օրբելյան, ռեպլիկի հնարավորություն կտրվի ձեզ։ Ռեպլիկի ձևաչափի մեջ։